Բարի լույս եւ բարի առավոտ բոլոր իմ լավ հետևորդներին եւ հատկապես այն մարդկանց, ովքեր դիտում եւ սպասում են մեր հոլովակներին։ Հարգելի հետևորդներ ջան, այսօր էլ առավոտյան արթնացել եմ, արդեն 3 բաժակ սուրճ եմ խմել։ Ամուսնուս հետ, հարևանուհուս հետ եւ գնացի Սուրենավան ընտեղ էլ խմեցի, գործով գնացի Սուրենավան առավոտը, ընտեղ էլ խմեցի եկա։ Հիմա արթնացել ենք, հետա երեխաներին էլ եմ հանել, որ միասին գնանք համ թութ քաղենք, համ խնձոր քաղենք, երևի մի քիչ էլ ծիրան, մի քիչ ասելով շատ չէ, մի 3-ից 4 կիլո, դե որովհետև ծառերը այդքան շատ չի, բոլորս էլ գիտենք, որ այս տարի այդպես ծիրան չկա էլ, ասում եմ 3-4 կիլո, բայց կարող է եւ մի քիչ էլ ավել քաղենք, ամեն ծառից մի քանի հատ, որովհետև ընդհանուր չի հասե ծառը ժողովուրդ ջան։ Հիմա կարող է ծիծաղեք, որ ասում եմ 3-ից 4 կիլո ժողովուրդ ջան, բայց չէ, օրինակ այդ ծառերից 7 հատ ծիրանի ծառ այլ է, մենք ամեն տարի, ասենք ամեն ծառից ահագին բերք ենք քաղել, շուկա ենք տարել։ Դե հիմա այս տարի ծառ կա, բերք կա, ծառ կա, բերք չկա, դե առայժմ։ Հիմա քաղում ենք, կտանեն, չեն տանի, երեխաները կուտեն։ Հիմա խնձոր ունենք, շատ խնձոր պետք է հավաքենք 2 ծառերից։ Դե թութը պիտի հավաքենք, բերքա հավաք, հարգելի հետևորդներ ջան։ Մի հատ ասի ձեզի ողջունեմ, ձեզ ասեմ լավ օր բոլորիս եւ ձեզ իմ լավ հետևորդներ ջան եւ գնանք հիմա մենք երեխաներիս հետ Արամիկս, Էլենս էլա շատ օգնում հարգելի հետևորդներ ջան։ Գնանք, այսօր Էլենս այդքան չի կարա քաղի, ընդամենը մի քանի վեդրո էլ որ թութ քաղի, մեզի շատ էդի մի վեդրոն, 2 վեդրոն էլ որ երեխեն փոքրիկ քաղում է, էլի որ ասում է օգուտ է։ Երեխեն քաղի, որովհետև պետքա պատրաստի վաղվա իր թարի համերգն է, այդպես հարգելի հետևորդներ ջան։ Ուրեմն ժողովուրդ ջան, այս ծառերի տակ որ ենք խաղում, միշտ հագնում ենք երկարաթևան, որովհետև ճյուղերը վնասում է մեր թևերը, ամբողջ թևերս ճյուղերը նախշել է։ Հիմա գնամ հատ երկարաթևան հագնենք, չի լինում սենց կարճ թևերով ինչ-որ շոր հագնես։ Երկար հագնես։ Հիմա տեսեք Արամիկս ոնց է օգնում, չէ՞։ Ցիկին տղես ոնց է օգնում։ Ալ արեսկոմ արես, արեսկոմ։ Տարի վրա էլ ժողովուրդ ասեմ շատ հələ հարթ թութ կա հասնելու։ Դե ասում են, չէ, առաջին բերանթութ, երկրորդ, հա, հովիկ, տենց են ասում, չէ։ Առաջին բերանթութ, երկրորդ բերան։ Դե արաղին են ասել։ Հա։ Հիմա էսի որն է, հա։ Հա։ Էսի հիմա որն է, երկրորդն է։ Էսի։ Հա։ Երրորդ չէ, հələ շատ կա, ինչ երրորդ։ Կարելի ասած երկրորդն է, հələ շատ կա, վրան շատ խոտ թութ կա հասնելու։ Էնիկ ենք այս ծառը քաղի ժողում, բայց էլի նայում ենք, շատ թութ կա, շատ։ Հəլենկոմ, ինչ պտում, հəլենկոմ։
Հավերին էլի հասել է, հա, պատում ասում, այսի փափուկ ուրեմն փափուկները չենք լցնում վեդրոյի մեջ, ժողովուրդ ջան, շատ փափուկները չենք լցնում վեդրոյի մեջ։ Բեր, արևս, բեր ստե, Արամիկ ջան։ Հաղում ես տեղից, հա, տան կտեք, այդի, տեք հաղես, էլ կարաս, հաղես։ Դե մոշատուցել կավես։ Չէ, չունենք մենք մոշատուտ, բետ։ Չես Հա, դուք ունեիք մոշատուտ։ Դե բետ։ Հա, Հա, էդի մի գցի, Արես փաղենք, հետո ստեք իշնենք, արի։ Արես, Ժողովուրդ ջան, տեսեք, այս ինչ հավեսի խնձոր է, շաքար խնձոր։ Այս արանքներից քաղենք, հա, այսի աստիճան դնենք քաղենք։
Հարգելի հետևորդներ, ջան, մի հատ լավ հետևորդ գրել է, երեկվա հոլովակի մեջ գրել է, որ այդ թթվից մի քիչ սենց ուղարկի, չգիտեմ ոնց էր գրել, չեմ կարողանում տես կողնորոշվեմ, հա, մի քիչ սենց ուղարկի մեզի, հա, օվկիանոսից այն կողմ, բայց լավ ուղարկի, էլի, լավ, այսինքն ոչ թե ուղարկելով լավ գցի վերև, որ հասնի ինձի, տենց է գալի, հա, օվկիանոսից այն կողմ, հեռավոր, շատ ուրախ եմ նմանատիպ մեկնաբանությունների համար, ինչի համար, որ դիտում եք մեր հոլովակները և շատ հաճելի է ձեզ դիտելը, հարգելիները, շատ ուրախ եմ նման մեկնաբանությունների համար, բայց ափսոս, որ չեմ կարողանում ուղարկեմ, թե չէ հենց այս խնձորներից էլ այսպես կուղարկեի, այսպես ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ բոլոր իմ լավ հետևորդներից, չեմ կարողանում բոլորին պատասխանեմ, հարգելիներս, բայց շնորհակալ եմ, որ դուք միշտ գրում եք։ Զբաղված ենք ամեն օր, հարգելիներս, ամեն օր։ Թութը քաղել ենք, հիմա նորից պետք է այս խնձորից հետո նորից թութ քաղենք։ Սա էլ մեր արմաշի համը։ Քաղցր խնձոր, շատ քաղցր, ջրալի ու քաղցր, օրինակ այս տեսակ խնձորներ շատ եմ հանդիպել, էլի սենց շաքար խնձոր, բայց սրա նման համ չունի։ Բերենք այս մեկն էլ լցնենք, հա։ Հələ էսի ընդամենը մի ծառից եմ ժողովուրդ քաղում, հələ երկրորդ ծառին չենք էլ ձեռք տվել, բայց դե էսի ամենաքիչն է, որ քաղում ենք, այս էլ աշնան խնձոր է, աշնան խնձոր էլ ենք ունենում, ուրեմն ասենք, ամեն ամիս խնձոր ենք ունենում, էսի հիմա ամառային խնձոր է, ուտում ենք, միջով ուտում ենք, այստեղ մի քանի հատ աշնան խնձորներ ունենք, միջև ու շաշուն, կարելի ասած, անգամ խնձոր ունենք, որ պահում ենք դեկտեմբերին, կիսա կարմիր, կիսա կանաչ խնձոր է, այս տարի նոր տանձ ենք տնկել, տեսնենք հələ մի քանի տարի հետո տանձ էլ կունենանք ժողովուրդ ջան, այդ մի ծառը որ չունենք, տանձը չունենք, մեկ էլ պնդուկ չունենք, պնդուկը հա բերել ենք, պնդուկը տնկել ենք, չգիտեմ ինչի չի ելել, չի ստացվել, բայց ամեն ինչ ունենք մեր այգում, ամեն ինչ, ու այս բոլորը հարգելի հետևորդներ ջան, ասեմ, իմ ամուսնու շնորհքն է, այս բոլոր ծառերը իմ ամուսինս է տնկել, հատիկ ամեն ինչից, 2 հատ, 3 հատ, որ ասում է ամեն ինչ էլ ունենանք, մենք այս մեր փոքր այգու մեջ ամեն ինչ ունենք, շնորհակալ ենք մուժիկս, կարալյոկ էլ ունենք հարգելի հետևորդներ ջան, այս տարի արդեն վերք կունենանք կարալյոկի, ասում է հեսա այսքան հատվածն էլ որ կա, ուրեմն ցույց տամ, այս փոքր հողակտորը դե թողել ենք մի քիչ սենց բանջարեղենի համար, ասում է այստեղ էլ եմ ծառ տնկելու, չեմ թողելու մնա։ Երևի այստեղ մի 2 հատ էլ նորից բերքատու ծառ կտնկենք։ Էս էլ շպանգան է։ Էս էլ ունենք, շպանգա էլ ունենք ու վիշնի էլ ունենք, իսկական վիշնի, դե շպանգան ինքը չգիտեմ, պատված տարածա, որ ասում ես շպանգա, հովի։ Հա, վիշնի մեծ տեսակն է, բայց իսկական վիշնի լրիվ ուրիշ համ ունի, նրանով էլ ենք կամպոտ անում, սրանով էլ ենք անում, սրանով մուրաբա էլ ենք անում։ Հիմա այսը գնամ մտնեմ այս ծառերի տակ։ Մայքի լցնենք ստեղ, այսի բերենք դնենք հողտեղ, իսկ մի քանի հատը կհանենք,
Գյուջա ես քաղում տղես, դիրիտե սա կուտեք, օպրիմ տղեն, այսօր իմ տղեն էլ աղոքն է թութ ենք քաղե, կանի ամանա քաղե արամիկս թութ, 3 աման, օպրիմ տղեն, օպրի, եկել ասմա եկել եմ օգնեմ, Միլենան էլ ասմա տատի կամ ես քո համար գործ անեմ, չէ արամիկ, ասմա գործ անեմ դու էլ թութ քաղի, Գյուջա Çıkar dedi. Ay, вот это aylar böyle. Խոխիս ինչ լավն է այս Գյուջան ժողովուրդ Ջերալի քաղցր Bakıyorsun. Քաղցրը տղես համովա չէ Ha. Շատ համովա Şaçak. Կոֆեն էրվեց Էլեն ջան դե լցրը Արի մաղջ Կարաս լցնես Տակ չի Սպաս լավ ես կլսնեմ Կոֆեն է լցրեցի Ժողովուրդ ջան չեք էլ պատկերացնի իչքան համովա դրսում կոֆե խմելը նամանավանդ ես մեր այգում Ծառի հովի տակ, գիլասի ծառի տակ նստած ենք, թութը քաղեցինք, խնձորը քաղեցինք, մնաց ծիրանը։ Երևի նուշն էլ կհավաքենք, չէ։ Մի 15 օր հետո երևի արդեն նուշը կհավաքենք, նուշ էլ ունենք հավաքելու։ Հավն էլ ձուած է, մի ժամ ձեն կհանի։ Միա ձուածում խայտարականում։ Դե ինչ էլ որ քաղել ենք ժողովուրդ ջան Գալիս եմ անի ջան Ինչ էլ որ քաղել ենք այսօր էլի փառք տանք Աստծուն Եվ ամեն օրվա համար, ամեն ինչի համար Հետա շնորհակալ լինենք մենք մեր Աստծուց Խնձորը, թութը, հիմա պետք է այս խնձորը տանք, ուրեմ ասեմ ժողովուրդ, այս խնձորը ծիրան ինչ որ քաղել ենք, բոլորը տանում են շուկա, այսպես ասեմ, հիմա տանք, ով որ տանելու է իրան, հետո կանք նորից թութ քաղանք, այսենց էլի, անգելի հետևորդներ ջան, այսենց, Այ, ժողովուրդ ջան, ուզում եմ խոսքս ուղղեմ այն մարդկանց, ովքեր մեր հոլովակները նայում են, բայց չեն բաժանորդագրվում։ Մենք շատ դժվարությամբ, այսպես ասած, ուզում ենք հասնենք 8000-ի ժողովուրդ ջան, դժվարությամբ։ Հարգելիներս, այնպես արեք, որ այս երկրորդ մեջ գոնե դառնանք 8000։ Շնորհակալ եմ նախապես ձեզանից, շնորհակալ եմ իմ բաժանորդներից, մեկնաբանություն գրողներից, հոլովակը դիտողներից, հարգելիներս, ինչ ասեմ, ուզում եմ, որ մեր ալիքը էլ ավելի բարգավաճի, որ մենք սենց դառնանք մի հատ յութուբյան ընտանիք, մեծ ընտանիք, Դե իչքան որ շատ բաժանորդ ունենանք, շատ հետևորդ ունենանք, մենք էլ ավելի ոգևորված, տրամադրված հոլովակներ կտեղադրենք, չնայած այն բանին, որ շատ է ցանկությունս, որ ամեն օր նկարեմ, բայց չի ստացվում, դե մեր ժամանակները խառն այս պահի ժողովուրդ ջան, գիտեք բոլորս էլ բերքահավաք, թութ, խնձոր, ինչ որ կա, ամեն ամիս մի միրգ ունենում ենք, գիլասից հետո հիմա խնձորն է, ծիրանն է, Դե երևի ծիրանից հետո էլ ոչ մի բան ունենք էլի բերք, բայց արդեն մեր տան համար է։ Նուշ ունենք հավաքելու, խոսքի աշնանային խնձորներ ունենք, թուզ ունենք,
Այսպես ժողովուրդ ջան, ինչ ասեմ, սեփական տուն, ճիշտ է, մեր նոր ասացի, մեր հողատարածքը այդքան էլ շատ չի, բայց այդ փոքր հողակտորի մեջ մենք ամեն ինչ ունենք, որը վաճառում ենք, որն էլ մեր տան համար է, ժողովուրդ ջան։ Բայց ինչ ասեմ, ժողովուրդ ջան, սիրում եմ ձեզ, սիրում եմ իմ հետևորդներին, ինձ հարազատ դարձած մարդկանց, ես միշտ ասել եմ, դուք ինձ հարազատ եք։ Իմ հոլովակները շատ են դիտում, շրջապատի մարդիկ, բարեկամություն, շատ կա, շատ շատերի հետ եմ շփվում, շատ բարեկամներ ունենք, բայց ոչ բոլորն են գրում, երևի ոչ բոլորն են բաժանորդագրված, ժողովուրդ ջան, դե բնական է, ինձ միշտ գրում են դրսի ապրող մարդիկ, գրում են մարզերից, շատ կան, կողքի գյուղից, Սուրենավանից, որ նորից շնորհակալ եմ ձեզանից, ունեմ Արարատից, ունեմ Արմավիրից, ունեմ Գեղարքունիքի մարզից, ունեմ Ռուսաստանից, ունեմ Ամերիկայից, ընդամենը այդ 7000 բաժանորդները, այդքան որ ասում եմ ժողովուրդ ջան, այդպես տարբեր տեղերից, Ամերիկայից, շնորհակալ եմ ձեզանից, շատ շնորհակալ եմ, Աստված թող ձեր ընտանիքներին միշտ պահապան լինի, դուք էլ լինեք առողջ, հարգելիներս, ուզում եմ ասեմ, որ ինձ չճանաչողները ինձ արդեն հարազատ են, հարազատ, բարեկամ, մոտիկ մարդիկ, շնորհակալ եմ ձեզանից շատ և հույս ունեմ, որ բաժանորդներս էլ ավելի կավելանա և մենք էլ ավելի ոգևորված, տրամադրված հոլովակներ կտեղադրենք, լավ հետևորդներ ջան, հիմա այսքանը պետք է տանենք, տեղավորենք, գանք նորից թութ քաղենք, որովհետև էլ ենք թութ տալի, որովհետև ասեմ ժողովուրդ ջան, դե հիմա թութը այս պահին շուկա են տանում, դուրս չի հելնում, բայց էլի չենք կոտրվում, էլի քաղում ենք, Աստված բոլորիս հետ, հետո դրանից հետո գամ մտնեմ նոր բուն, գործ անեմ, տուն մաքրեմ, հաց սարքեմ, լվացք անեմ, բարը գործեմ։ Այն մեկն է կարանք դնենք ավտոյի մեջ, հովիտ, ներսը դնենք, կարանք ներսը դնենք, բա դու հելի ես դռները փակեմ, դու հելի ես դռները փակեմ, դրսում էլ նենց արևա, ժողովուրդ ջան, նենց արևա, որ ժամ էլ չէ, կարելի ասած րոպե թութը հասնում է, այսպես, այսի դնեմ այստեղ, ավտոն դուրս կա, ես էլ նստեմ,